Շեյխուն ջան, այս բնակարանը աղբերը չեր ծախի, հսկայական բնակարան 30 ամբողջ 4 տասնորդական քառակուսի մետր տարածքով, սանհանգույցը սալիկա պատված չի, բայց ունի բոլոր նախադրյալները, որ կսալիկա պատվի, պատալուկը Բաղդադա, բայց են լավ Բաղդադներից, պատկերացրը Բաղդադը միջև ամերիկացկի մտնելը, պատուանները նայում են ուղիղ Արադ լեռան վրա, չնայած ότι քեզ դժվար է հետաքրքրի։ Դեք բնակարանն էլ գտնվում է քաղաքի հենց կենտրոնում, Բանգլադեշում։ How much? Այս հարցը ես սպասում էի, вообще-то 20,000, բայց քո համար 250,000։ Այդ բարձր չանես դրանից ավել չեմ կարա տամ։ Okay. Կարամ կեզ մտ հավեսով գրկեմ։ Արա ոնց եմ ես ձեզ շեյխերին սիրում։ Վարդան, արթնացիր, Վարդան, արթնացիր, Վարդան, արթնացիր։ Ինչ ա եղել, արա։ У нас ЧП, Վարդան։ Մաման է եկե։ Ոչ, նոնայտան կանալիզացիայի խողովակներն են տրակել։ Արա ես ինչ իսանես դու արձիկ, առավուր շուտ եկել ես մի հատ նախադասություն ես ասե, մեջը մի հատ լավ բար չկա, կանալիզացիայի խողովակներ տրակել նոնա։ Դու պատկերացնում ես այդ խեղճ կնոջ վիճակը, խողովակների ամբողջ պարունակությունը լցվել է տնով մեկ, Արամիկը և նոնան չեն կարողանում նույնիսկ զուգարան գնալ։ Էլ իրանք ինչ են էդ ու զուգարան որ, ենա զուգարանը իրա ոտով էլ էլ եկել է իրանց մոտ։ Վարդան, դու քարե սիրտ ունես, դու չես հասկանում, որ նրանց այնտեղից անհապաղ պետք է էվակուացնել։ Էվակուացնել ուր։ Ինչ-որ մի ապահով տեղ։ Էդ ինչ-որ մի ապահով տեղը ուր ա։ Ինձ մոտ։ Արա դու կոմոդ չունես, չես հասկանում, որ չկա Հայաստանում տես տեղ, որը կարելի անվանել կոմոդ։ Դիտում են բոլորը, սիրում են բոլորը, Վարդան, ես նոնային արդեն ասել եմ, ոչ մի բան չի պատեի, եթե նա 3 օր օթևանի այս տանը։ Կարող ա գիտես, ես էլ բարեգործ լիբանանահայ Վարդան օթևանցին եմ։ Փարև ձեզի, լսեցանք ձեր դժբախտության մասին, ածիկ ես սա, որ խողովակները պայթել են, համա խողովակների միջին ամբողջ բարունակությունը թիկա թամված է դունին մեջ, համա հոգ մի երեք, համեցեք և զգացեք իմ տանը, ինչպես ձեր դունին մեջ կլայք։ Վարդան օթևանցու դռները մշտապես բաց են ձեզի համար։ Ինչ ա պատահել, Վարդան։ Փալմը չէ։ Շնորհակալություն, որ առաջարկեցիր Adzիկին, որ ես քո տանը մնամ։ Խնդրեմ Adzիկին, որ ես առաջարկեցի քեզ, որ դու իմ տանը մնաս։ Ես երկար չեմ մնա։ Հիմա ուր պետքա գնամ։ Ուղիղ դուշ։ Վարդան, մենք հիմա ընտրիկը կվերջացնենք, վեր կկենանք, քեզ նոր ափսե կդնենք և դու հաց կուտես։ Էլ ինչ եք նոր ափսե դնում, հենա ձեր ափսեների մնացորդները կուտեմ, էլի։
Վարդան, ես հասկանում եմ, որ մենք քեզ նեղություն ենք տալիս, բայց դա ընդամենը 3 օր։ Իդեպ ես արդեն պայմանավորվել եմ սանտեխնիկների հետ, նրանք գործի համար 50,000 դրամ ուզեցին։ Արա այդ ինչեր է կարել այդ խողովակների մեջ, որ 50,000 դրամ փող են ուզել։ Վարդան, մենք սեղանի վրա ենք ապեր։ Նոնա, այս 50,000 դրամը կարող ենք ալիմենտների գումարից դուրս գալ։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Քանի որ կանալիզացիայի խողովակների տրաքելը չէր մտնում ալիմենտների մեջ։ Հոպար իսկ իմ կարատեի ու դասարանի քեֆերի փողը մտնում ալիմենտի մեջ։ Ես չգիտեմ այդ փողերը ուր են մտնում, բայց որի բումաժնիկից են դուրս գալի այդ հաստատ է։ Դե ուրեմն հոպար ինձ 10,000 դրամ փող տուր։ Ես կարող է արդեն հերուստա մարաթոնը սկսել է։ Հեսա տակից ծիտրերը կգնան, Վարդան Օթևանցի Լիբանանից $150։ Եկալ։ Մերսի։ Հոպար մենք քեզ շատ սիրում ենք։ Ես կանչ հետո չսիրեիք գլուխներդ կջարտեի։ Դե լավ, ուրեմն ես վաղը կգնամ ֆայլաշուկա, տղաներին այնտեղից կվերցնեմ, կտանեմ տուն և կկանգնեմ գլուխներին, որ նորմալ գործ անեն խալտուրշիկները։ Այդ տղաները քանի հոգի են որ։ 3։ Դե ավելավա դու չգնաս, որտեղ դու չես կարա 3 տղաների գլխին կանգնես։ Անես չստացի որ այդ խողովակները վերջում դու սարկես։ Վարդանը ճիշտ է ասում։ Իսկ միգուցե դու գնաս իրանց գլխին կանգնես։ Էս ինչ ես դու հիմա ինձ ասում, N-O-N-A։ Լավ, չես ուզում, մի գնա։ Ադիկը կգնա, խողովակները կվերանորոգի, հետո էլ այդ երիտասարդները ադիկին կծեծեն, 50,000-ն էլ ձեռքից կվերցնեն։ Գիժա, ես նրանց գաղափարապես կստորացնեմ, այդտեղ մախը կապ չունի։ Բայց ինչ լավ է միասին ժամանակ անցնում։ Մամ ուզում ես դու էլ մնա իրար հետ էստանա ապրենք։ Արա դա ճիշտ են ասում էլի, Արամիկը տակասնողին է կծում։ Չէ բալես, մենք մեր տունը ունենք, խողովակները վերանորոգելուց հետո կգնանք այնտեղ։ Արա նոն ջան, դու սուս ես մնում, ու մի հատ անես ճիշտ բան ես ասում, ցավը տանեմ։ Լավ, ժամը 9-ն արդեն, գնանք քնելու բալես։ Մամ, բայց ես Վարդանը պարտանը 10-ից շուտ չեմ քնում։ Նա նկատի ունի Մոսկվայի ժամանակը, ես նրան միշտ Մոսկվայի ժամանակով եմ քնեցնում։ Այսօր բալես, Երևանյան ժամանակով կքնես, գնացինք։ Սպասի ուր ես գնում, բայց ամանները ով է լվանալու։ Վարդան, ես քեզ եղբայրական խնդրանք ունեմ։ Ես չեմ ուզում, որ նոնան իմանա, որ ես այստեղ էլ եմ ամանները լվանում։ Ու ինչ։ Ես խնդրում եմ քեզ այս 3 օրը փոխարինել ինձ լվացարանի մոտ։ Հաջիկ, լվացարանը քո կյանքում միակ տեղն է, որ դու անփոխարինելի ես։ Պաբրացկի, Վարդան։ Արա իմ մոտ նես տպավորությունն է, որ այդ նոնայից տան խողովակների պարունակությունը ոչ թե նոնայից տան մեջ է լցվել, այլ իմ տան մեջ է լցվել, ու ես հիմա 2 ոտով դրա մեջ եմ։ Он участвовал в заочном курсе обучения, который мы переписывались по e-mail. Բայց ադիկը ուր է։ Կամպյուտեր մոտ ֆայլը բազրի սայթն է մանգալի, ֆայլը շուկա.am, չգիտի որ դրանք սայթ չունեն։ Էս ինչ ապուշ բան ես նայում։ Այս լավ բան է։ Դու չես սիրում կենդանիների մասին հաղորդումներ։ Նոնա ես արդեն մի սուտկայա ինչ կենդանիների մասին հաղորդման մեջ եմ ապրում։ Վարդան, շնորհակալ եմ, որ ինձ քո տանը ընդունեցիր։
Շատ հարմարավետ տուն ունես։ Մենք մեզ այդտեղ զգում ենք ինչպես մեր տանը։ Գնալով ես էլ եմ կամաց տեղին զգում, ինչպես ձեր տանը։ Մջայլոց քո սենակում էլ ռստացույց կա։ Տեսել եմ, շնորհակալություն։ Բայց ոնց է, որ շաբաթօրով տանն ես, այլ ոչ թե ինչ-որ աղջկա հետ։ Այդ քո ասած այլ ոչ թե ինչ-որ աղջկա հետ ես առավոտն եմ եղել։ Իսկ իրիկունը ասի մենակով ռստացույց նայեմ։ Կարծի քո սենակում ինտերակտիվ կաբելային կա, 107 հալիկ, որից 40-ը մենակ կենդանիների մասին է։ Քնելուց կնայեմ։ Лично я очень четко вижу все предпосылки. Երեկոյան պրիվետ։ Աջի կարի ռստացույցով քո մասին հաղորդում են ցույց տալի։ Մենակ նստել եք բծավոր ենոտների մասին հաղորդում եք նայում, մի հատ ձեն էլ չեք անում, ինչ փիստ եք, զառազաներ։ Բա որ մի քիչ շուտ գայր, պարկավոր արջերի մասին էր։ Վայ, ես գժվում եմ դրանց համար։ Իսկ անապատային տուշկանչիկների մասին հələ չի եղել, չէ՞ նոն։ Չէ, չի եղել։ Հələ նայ ինչ անում, ոնց է թավալ գալիս գիրը։ Ու ինչ լավն է, նայ, ինչ լավն է։ Ես հելա։ Ուր Վարդան։ Ես ձեր մեջ ինձ Մաուգլին եմ զգում, վերադառնամ մարդկանց մոտ։ Աջողություն Բագիրա։ Աջողություն Բանդերլոկ։ Այդ դեպքում մեզ պոպկորն պատրաստիր։ Աղը քիչ կանես, Վարդան։ Ես ինչ մեծ արա։ Բարև, Վարդան։ Բարև Սոֆա։ Սիրում են բոլորը։ Սազում են 4 հոգի։ Բարև ձեզ կանայք։ Պրիվետ, Վարդան։ Բարև։ Այս վիսկի շլուզը բացել եք ստամոքսներդ եք ջրում։ Հա, Վարդան, դու էլ կարող ես միանալ մեզ։ Լավը գոնե ֆայմեցիր մի անգամ դատակ ձերով չբարձրացար բալկոնս։ Վարդան, սա քո վիսկին է։ Ոնց։ Դու գոնե գիտես ես ինչ վիսկի ա որ վեկալում ես։ Հեսի 20 տարվա հնեցմամբ շոտլանդական վիսկի ա։ 20 տարին էդ շատ է, Վարդան։ Որ պատկերացնես այդ ինչքան ա Սով ջան, ես քեզ մեկ օրինակ բերեմ։ Հիմա քեզ որ բալկոնից ներքև գցեմ, ինձ մոտավորապես հենց այդքան կնստեցնեն, ու չի բացառում որ կհնացնեն։ Լավ, Վարդան, սոֆայի վրա մի ջղայնացի, ես եմ վերցրել քո վիսկին։ Այդի ուրիշ բան, դե քանի որ մեկը այս վիսկին արդեն խմում եք մի հատ հարց տամ, հա։ Կարանք այս վիսկիի գումարը ալիմենտներից դուրս գանք։ Էլ քծիբություն մի արա։ Բոլորն ասում են, որ դու շատ առատաձեռն ես կանանց նկատմամբ։ Հա, բայց ես այն կանանց նկատմամբ եմ առատաձեռն, ում նկատմամբ հետո ազատաձեռն եմ դառնում։ Ինձ քո վիսկին պետք չի։ Կարող ես հետ վերցնել։ Վարդան, բայց դու ժամանակին լավ էլ ազատաձեռն էիր իմ նկատմամբ։ Այդ մի անգամը վիսկին դու արդեն խմել ես Սոֆա։ Հոպար, կարամ քեզ մի հատ հարց տամ։ Իհարկե, դու 4-րդ Արամիկ թերթից ես, չէ՞։
Ես լսում եմ ձեր հարցը։ Հոպար, եթե քո կանալիզացիայի տրուբեկը պայթեն, դու տուն կգնայր, մամայի թե տատի։ Ոչ մեկի, ես կմնա իմ տանը, Արամիկ։ Բայց ինչի։ Որովհետև իմ տան մեջ խողովակները տրակելուց հետո ես ինձ նույն ձև կզգամ, ոնց որ նոնայի կամ մամայի տանը։ Արամիկ, մաման գնում է, գնաց ստեսություն ասա։ Ոնց գնում է։ Բասը կգրաժեշ տանք, ճապու դնենք ու մի հատ սեղան գցենք։ Վարդան, նա ընդամենը 2 ժամով է գնում։ Արամիկ, գնա։ Էդ ուրա գնում որ նոնան 2 ժամով։ Գործընկերոջ հետ ընտրելու։ Գործընկերոջ հետ ընտրելու ժամը 9-ին, Բայց ինչու է դա քեզ զարմացնում, Վարդան։ որովհետև գործը ժամը 7-ին վերջանում է, իսկ ժամը 9-ին գործընկերը դառնում է զուգընկեր։ Опять грязные намеки. Да, дорогой ты мой, ты вообще живешь в своей скорлупе и ничего не замечаешь, что происходит вокруг, а в это время твоя жена флиртует с чужим мужчиной. Ты вообще врубаешься? Արա ես ինչեր եմ ասում, արա ես ինչեր եմ խոսում, արա ոնց ես կարամ սեզ լավ ռուսերեն խոսամ, ես ձեր ձեռը վաբշե գժվել եմ։ Դու իրոք գժվել ես, Վարդան, մտքովդ ինչ կեղտոտ բաներ ասես չի անցնում։ Դու ինձ ուզում ես համոզես, որ նոնան ժամը 9-ին իր գործընկերոջ հետ գնում է մաքուր գործնական հանդիպման։ Դա իմ գործը չէ։ Ես դրան նորմալ եմ նայում։ Եվ բացի դա ես եվրոպական հայացքների տեր մարդ եմ։ Արա դու եվրոպական -5 հայացքների տեր մարդ ես։ Ավելի շուտ դու եվրոպական հայացքների անտեր մարդ ես։ Վարդան, ես չեմ կարող նոնային ինչ-որ բան արգելել։ Ես նրա կյանքում ոչ մի բան չեմ նշանակում։ Փուչիկ, օդ, դատարկություն։ Բավուրը տենց այդ խողովակները տարակելուց, ինչի նոնան չի գնում այդ գործընկերոջ տուն, այլ գալիս է իմ տուն, խմում է իմ վիսկին ու իմ արունը, ու հետո ստեղից գնում է այդ գործընկերոջ հետ հանդիպման։ Դա պարզապես մեր կողմից մարդասիրություն էր։ Չէ, դա մեր կողմից պարզապես քյալություն էր։ Իսկ մարդասիրությամբ հիմա գործընկերն է զբաղվելու։ Եթե իհարկե նոնային կարելի է մարդ անվանել։ Ինչ ուզում են թող անեն։ Ես կսեղմեմ ատամներս եւ թույլ չեմ տա, որ խանդիճը 4-ը դուրս գա իմ բերանից։ Ես ինձ մեծահոգի կպահեմ կյանքի դժվարին պահերին։ Ինչ ես անում։ Ուզում եմ կետչուպով ամանի վրա գրեմ, արա ոնց եմ ես քեզանից զզվում։ Բայց ինչու ամանի վրա։ Որ ամանները լվալուց էլ դրա մասին հիշես։ Ադիկ, ես գնում եմ, երևի ուշ կգամ։ Գնա նոնա, մենք քեզ չենք սպասի, մենք կքնենք։ Դե ես գնացի։ Ինչ ես եվրոպական հայացքով նայում ինձ։ Բա ինչ անեմ։ Մեծ խարաձինիկից կետչուպ տուր ու լիքը թազա աման։ Եվ ուր էիր կին արարած։ Ես արդեն ասել էի, գնացել էի գործնական հանդիպման։ Ադիկ ինչ պատահեց։ Կնոջ լեզուն նման է բեդուինի դաշույնի։ Անընդհատ վրայից թույն է հոսում։ Ուշքի արի, քեզ հետ ինչ ա կատարվում։ Ուր էիր, անառակ։ Մի հատ հանգստացի, ես որ գնում էի դու նորմալ էիր։ Ժամանակը բացեց իմ աչքերը։ Ադիկ, դու ընդհանրապես չես փոխվել։ Դու նույն հիստերիկ, աննորմալ խանդոտ տրյապկան ես, որին 6 ամիս առաջ դուրս եմ շպրտել տանից։ Ոչինչ։ Հիմա ես կուղեմ այդ սխալը։ Ու ինչ ես անելու։ Եղբորի տնից դուրս ես վրընդելու ինձ։ Ոչ։ Ես ինքս կհեռանամ հպարտ և լուր։ Մնաս
Բարով։ Ես կրկին նրան ապացուցեցի, որ իսկական տղամարդ եմ։ Հա։ Կարգին սերիալ Հետում են բոլորը Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Եղավ Ադիկ, ոնց կուզես։ Մամբա, պապան ուր է։ Մեր տանը։ Խողովակներն է սարքում։ Ոչ։ Դուք երկրորդ անգամ եք բաժանվում։ Բարև ձեզ փախստականն էր։ Բարև։ Ոնց ես դες դե նոնա։ Լավ, շնորհակալություն։ Հերը տուրա։ Հոպար գիշերն ինչ-որ տարօրինակ բան է կատարվել։ Ես լսեցի, թե պապան ոնց էր բարձր ծիծաղում։ Իսկ հետո իրանք մամայի հետ կռվեցին, պապան ուժեղ դուրս շրխկացրեց ու գնաց։ Ուր գնաց։ Մամայի տուն։ Ու վախում եմ, որ էլ հետ չգա։ Արխային քսովածը հետ կգա։ Կարգին սերիալ Oh my god, this is hot a gali. Azik durnem zagum çezle su bari. Ay orası hotu şatatsam. Ինչու ես եկել Վարդան։ Եկել եմ հասկանամ ոչ կարծես բան պատահեր, որ քո նախին կնիկը կարացավ քեզ վրընդի ներկատնից։ Նա չի վրընդել, ես ինքս եմ հեռացել։ Այդ ուրիշ բան։ Դու իսկական տղամարդ ես, Ադիկ։ Դե քանի որ դու արդեն իսկական տղամարդ ես, արի հետ վերադառնանք տուն։ Не за что и никогда, понял? Ինչի արա։ Նոնան հանդիպում է ինչ-որ տղամարդու հետ, ես դա չեմ կարող հանդուրժել։ Իսկ ես տան հոտը կարում ես հանդուրժես։ Իմ սիրտը այնքան է խոցված, որ ես այս հոտը համարյա չեմ զգում։ Իսկ իմ սիրտը այդքան խոցված չաձիկ, ու ես էլ չեմ կարա ստեղ մնամ։ Գալիս ես թե չէ։ Վարդան, ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է Նոնան հանդիպում ինչ-որ կաբելի հետ։ Դե ուրեմն կտրի այդ կաբելը, ու դու էլ ինչ-որ մի հատ աղջկա հետ հանդիպի։ Դու գիտես, որ իմ կյանքում հիմա ոչ ոք չկա։ Սենց որ շարունակես, քո կյանքում էլ կյանքում ոչ ոք չի լինի։ Բայց որ իմաստուն աղբորդ լսես, չես մնա ձեռնունայն։ Ինչ-որ լկտի բան ես առաջարկում, Վարդան։ Հա, լկտի սիրուն 25 տարեկան ու ճաշակով հագնված։ Բայց կարող է ես նրա դուրը չգա։ Կարող է որ նա դու հաստատ իրա դուրը չես գա։ Բայց այդ թող իմ վրա։ Լավ, ես գալիս եմ քեզ հետ։ Արի սենց անենք, հա, Ադիկ ջան, արի դու իմ հետ բառացիորեն մի արի, դու իմ հետ իմաստային արի։ Ինչ ես ուզում դրանով ասել, Վարդան։ Ուզում եմ ասեմ ես 1000 դրամը վեկալ, ու դու քո այդ խալատով ու այդ խալատին կպած հոտով տաքսի կնստես կգաս, ես իմ ավտոյով կգնամ։ Չնայած եթե ուզում ես այդ 1000 դրամը պայքես ու ոտով արի։ Կարգին սերիալ Սիրում են բոլորը Կարգին սերիալ Սիրում են 4 հոգի Կարգին սերիալ Նոնա, Արամիկը արդեն պարկել է, ուշադիր կլինես, որ վրան չբացի։ Վարդան ամանն էլ արդեն լվացել է։ Վերջ, ես հանգիստ սրտով կարող եմ գնալ։ Այդ ուր ես գնում, Ադիկ։ Ընթրելու։ Ընտրելու։ Ում հետ։ Մեկը կա, մրութիկն է, վատիկը չէ։ Եվ վաղուց ես հանդիպում այդ մռութիկի հետ։
Այո, շատ վաղուց։ Եվ ոչ միայն նրա հետ, այլ բազմաթիվ այլ մռութիկների հետ։ Սա երևի իր փափլիկ թարթիկն է զանգը սեղմում։ Հետ։ Հրաշալի տեսք ունես։ Դու էլ։ Բարև Վարդան։ Բարև աղջիկ, որը շատ վաղուց հանդիպում է ածիկի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Նոնան եմ։ Ախ, Նոնան, ածիկի նախկին կինը։ Գիտեք, ես չի հասկանում, թե ինչպես դուք կարող եք ձեր ձեռքից բաց թողնել ածիկին։ Բայց հիմա նայելով ձեզ, հասկանում եմ, թե ինչու է ածիկը ձեզ թողել։ Վար, ես ինչ անում, ես ինչ ասում, ես ինչ էր ալնում։ Դե լավ, մենք գնանք, մեզ թեժ երեկո է սպասվում։ Նոնա ես ուշ եմ գալու, սյոնայլու չվերախեք։ Դե, ուր գնանք նստենք։ Ոչ մի տեղ, Վարդանն ինձ այսքանի համար էր վճարել։ Մի վարկյան։ Ушел от меня, любимый мой муж, единственный мой, ушел от меня. Դու ճանաչում ես աղջկան Վարդան։ Շատ վաղուց։ Ճիշտ ասած ես էլ եմ իր այդ փորձը, բան չստացվեց, բայց սրտակեր ածիկի մոտ ամեն ինչ հաջողվել է։ Պարզա։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես գնում եմ իմ տուն, վերջերս հետո կբերեք։ And I spent so many nights thinking how you did me wrong. And I grew strong, and I learned how to get along. And so you back, come downstairs. I just walked in to find you here with that sad look on your face. Should've changed that stupid lock. Should've made you read the key. If I had known for just 1 second, you'd be back to bother me. Go now, go. Walk out the door. Հետում են բոլորը։ Սիրում են բոլորը։ Սա երևի իր փափլիկ թարթիկն է զանգը սեղմում։ Բարև Վարդան։ Բարև աղջիկ, որը շատ վաղուց հանդիպում է ածիկի հետ։ Բարև Վարդան։ Բարև Սոֆա։